կարծում եմ ինչ էլ որ հայտարարեն, կարևոր է, անկարևոր է, ինչ է, մարդիկ շարունակելու են հիշել եւ ոգեկոչել հայոց ցեղասպանության նահատակներին, ընդ որում շեշտեմ սրբադասված նահատակներին։ Հիմա այդ նույն մարդկանց ծտունը չի լսվում, երբ որ հայտարարություններ են արվում փաստացի ցեղասպանության ուրացման եւ ժխտողականության տեսանկյունից։ Սա փաստացի երրորդ հանրապետության դեմոնտաժի գործընթաց է, որ պահին սահմանադրության մեջ եղավ այնպիսի փոփոխություն, երբ կհանվի անկախության հռչակագրի հետ այդ կապի առկայությունը, այդ պահից մենք ունենք դեմոնտաժ, երրորդ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Ձեզ Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Միքայել Մալխասյանին։ Բարև ձեզ, պարոն Մալխասյան։ Շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Պարոն Մալխասյան, թերևս օրացույցում պատմության մեջ բավական նշանակալի օր, այսպես ասած, մոտենում հայոց ցեղասպանության օրը, եւ այս տարի կարծես թե բավական նշանակալի է նաեւ 110-ամյակը։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ով ըստ էության նաև նշեց, որ այնքան էլ առաջնահերթություն չի համարում հայոց ցեղասպանությունը, կխնդրեմ, որպեսզի մասնագիտորեն մի փոքր մեկնաբանեք, ինչ կարող է սա նշանակել որպես երկրի ղեկավար հնչեցնելով նմանատիպ արտահայտություն պատմության նկատմամբ։ Եթե մենք ցանկացած օրվա իշխանության հայտարարած ուղենիշներով առաջնորդվենք հատկապես պատմական հարցերի պարագայում, մենք կարող է հայտնվենք մի իրավիճակում, որ ուղղակի օրվա պայմանական ասած հրամայականով, ընդ որում այդ հրամայականը կարող է նաև կեղծ օրակարգի առաջքաշման համար, մենք կարող է հրաժարվենք մեր պատմական հիշողությունից, ինչը բնականաբար անթույլատրելի է, հետևաբար ոչ թե պետք է նայել, թե ինչ օրակարգ են ստեղծում օրվա իշխանությունները, այլ հիշել, որ պատմական իրականությունը օրվա օրակարգերից անկախ է։ Այսինքն մենք չենք կարող այսօրվա եղելություններին համապատասխանեցնել անցյալը։ Անցյալը եղել է եւ արդեն իրողություն է, փաստ է, այսինքն որևէ մեկը չի կարող ցեղասպանության փաստը դնել, քննարկել, վիճարկել կամ համարել կարևոր ու անկարևոր զուտ իր օրվա ցանկությունից ելնելով։ Պարզից պարզ է, որ մեր ազգի գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, շարունակել եւ շարունակելու է համարել ցեղասպանությունը ոչ միայն ընդհանուր մեր ազգի պատմական հիշողության կարևորագույն բաղադրատար, այլև առաջին հերթին իր ընտանիքի պատմության մաս, հատկապես արևմտահայերի ժառանգները։ Այսինքն մենք շատ լավ գիտենք մեր բնակչության կեսից ավելին, միայն Հայաստանության բնակչության ծագումով արևմտյան Հայաստանից։ Հետևաբար այդ ամենը ամեն մեկի ընտանիքի պատմության ներսում է։ Չի կարող ջնջվել իրենց ընտանիքների թափած արյունը իրենց հիշողությունից։ Դրա համար կարծում եմ ինչ էլ որ հայտարարեն, կարևոր է, անկարևոր է, ինչ է, մարդիկ շարունակելու են հիշել եւ ոգեկոչել հայոց ցեղասպանության նահատակներին, ընդ որում շեշտեմ սրբադասված նահատակներին, այդ գործողությունը չափազանց կարևոր խորհուրդ ունի 10 տարի առաջ Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցին պատահական չի արել դա, որովհետև երբ որ մենք սրբերի մասին ենք խոսում, հոգեհանգստյան կարգից բացի մենք նաև մեր սրբերի հիշատակը տոնում ենք, որ այդ մարդիկ եղել են եւ իրենց կյանքով փաստորեն նրանք ինչ են արել։ Նրանք մի կողմից նահատակվել են, մյուս կողմից տվել են ճանապարհ հետագա սերունդների համար։ Այսինքն նրանք վասն հավատով, վասն հայրենիած, հայրենիքի եւ հավատի համար են նահատակվել։ Նրանց հենց այնպես չեն սպանել, ինչ որ անուն ունենալու համար։ Նրանց սպանել են հայ ազգի ներկայացուցիչը լինելու համար։ Եվ ընդ որում այստեղ են անհեթեթ պնդումը, որ հայերը մորթվել են առանց ինչ որ դիմադրության եւ այլն, դա բացարձակապես տեղ չունի իրականության մեջ եւ ինքնապաշտպանական մարտերը այն բազմաթիվ օրինակներից են, որ հայերը
հենց դիմադրել են այդ ամենին, բայց քանի որ պետական մեքենան, պետական բոլոր գործիքները եղել են Օսմանյան պետության թուրքական էլիտաների ձեռքում, դրա համար հայերը ոչինչ չէին կարող փոխել։ Տեսեք, մենք նաև շուրջ 10 տարի առաջ նշում էինք ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ արդեն անցել է շուրջ 10 տարի, հա, այդ ամենից։ Արդեն 110-րդ տարելիցն ենք նշելու։ Արդյոք մենք ունենք մեր պատմության մեջ այս 10 տարիների ընթացքում որևէ տարբերություններ։ Բնականաբար ունենք, որովհետեւ նախորդ իշխանության հատկապես այդ ժամանակաշրջանի գործելավոճում ակնհայտ էր քաղաքական տարբեր ուժերի հետ բաց երկխոսության հնարավորությունը ազգային հարցերում եւ հատկապես ցեղասպանության հարցում ու այդ ամենի արդյունքն էր նաեւ համահայկական օրակարգի կարող ենք ասել հանրագումարներ, համահայկական հռչակագիրը, որ ընդունվեց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ընդ որում ես հիշում եմ, որ շատ մարդիկ կային, այդ թվում ներկայիս իշխանության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քննադատում էին, թե այդ տեքստը պակաս հայրենասիրական է, պակաս ազգայնական եւ հիմա այդ նույն մարդկանց ծտունը չի լսում, երբ որ հայտարարություններ են արվում փաստացի ցեղասպանության ուրացման եւ ժխտողականության տեսանկյունից։ Այսինքն հիմա ոչ միայն արտաքին քաղաքական օրակարգից դուրս բերելու գործողություններ են արվում, այլև փաստացի ցեղասպանությունը ուրանալու մեր սերունդներին մեր նախնիներին ուրանալու գործողություններ են արվում, երբ որ օրինակ հայտարարվում է, որ պետք է, չգիտեմ, հաշվել, թե որքան են զոհերը, կամ ասենք դեռ պետք է պարզել, չէ, ինչպես ասում էին, ով է մեղավոր։ Այսինքն մենք ունենք հստակ զոհ եւ ունենք հստակ մարդասպան եւ այս պարագայում դեռ մտածում ենք ով է մեղավոր։ Ընդհանրապես իրավագիտության մեջ նույնիսկ նոնսենս է մեղքը զոհի վրա գցելը, հատկապես երբ որ բոլոր հանգամանքները հստակ ցույց են տալիս այն ուղղությամբ, որ այդ զոհը նույնիսկ պաշտպանվելու տարական հնարավորություններ չուներ։ Տեսեք, նաև ես ուզում եի, որպեսզի ձեր տեսակետը հնչեցնեիք այն մասին, թե արդյոք մեր օրակարգում այնուամենայնիվ մնում է այս հարցը որպես առաջնային գործոն, հա, ցեղասպանության հարցը, եւ որքանով են արդյոք թուրքական եւ հայկական կողմերը այս թեման շարունակում պահել օրակարգի առաջնային կամ քննարկվելիք հարցերի եռյակում։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է եղել շուրջ 20 տարի ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելը եւ այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Սփյուռքի տարբեր կառույցների հետ համատեղ աշխատել են, որպեսզի դա իրականություն դառնա։ Եվ այժմ հայտարարվում է, որ արտգործնախարարության օրակարգից դուրս է բերվել դա եւ դա ասվել է նաեւ արտգործնախարարի մակարդակով, սա շատ ցավալի իրողություն է, բայց մյուս կողմից հարց է առաջանում, սա ուղղակի հայտարարություն է, ուղղակի գործողություններ են, թե հենց դոկտրինից էլ է դուրս բերվել, այսինքն մայր փաստաթղթից արտաքին քաղաքականության ուղղությունները սահմանող, այս առումով իհարկե, եթե պարզվի, որ այդտեղից եւս հանվել է, մենք գործ ունենք նորից այդ ցեղասպանության մեր նահատակների նկատմամբ ուրացման գործողությունների հետ, իսկ մյուս կողմից իհարկե չի կարող հրաժարում լինել, եթե գլոբալ խոսենք այս մասին, եւ վաղեմության ժամկետ չկա նման կարգի հանցագործությունների պարագայում, եւ սա նախ եւ առաջ բարոյականության հարց է, երկրորդ պատմական հիշողության հարց է, երրորդը գլոբալ հայրենիքի հարց է եւ չորրորդը նոր մենք արդեն կարող ենք այն քաղաքական ամբողջ փաթեթը տեսնել, որի մեջ կա Թուրքիայի կողմից ի վերջո ճանաչման, հատուցման եւ այլ հարցերի տեսքով։ Այսինքն սա բազմաշերտ, բազմամակարդակ գործընթաց է, որտեղ ամենաառաջնայինը հենց այդ արտաքին քաղաքական ժեստը կարող է լինել Թուրքիայի կողմից, որ մենք անընդհատ տեսնում ենք, չէ՞, մեր գործող ղեկավարող շրջանակներն ինչ են անդադ ասում։ Մենք որպես բարի կամքի ժեստ, չգիտեմ, Ադրբեջանին հանձնեցին քարտեզներ։ Մենք որպես բարի կամքի ժեստ Հայաստանում դատապարտված բանտում գտնվող այն մարդասպաններին ադրբեջանցի ազատեցինք, ուղարկեցինք այնտեղ։ Մենք որպես բարի կամքի ժեստ ուղարկում ենք Հայաստանի տարածքում գերեվարված ադրբեջանցի զինվորներին։ Եվ այսպես շարունակ։ Այս բարի ժեստերի շարքը կներեք ոչ թե մենք պիտի անեինք, այլ իրենք։
ընդ որում թե Ադրբեջանը, եւ Թուրքիան։ Եվ հիմա եթե մենք կոնկրետ ցեղասպանության մասին ենք խոսում, Թուրքիան շատ վաղուց, եթե խնդիրը չէր ուզում քաղաքական տեսանկյունից դիտարկել, այսինքն այնպիսի հետևանքներ, որ ինքը օրինակ հատուցման հարց բացեր եւ այլն, ինքը պետք է հարցը տաներ զուտ բարոյական օրակարգ եւ ասեր, խնդրեմ, ձեր ուզածը ճանաչումն է, ես սա գոնե անում եմ։ Բայց Թուրքիան գնացել է հակառակ ճանապարհով, իրեն շատ ավելի վստահ զգալով, հատկապես վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականության, այդպես կրավորական կեցվածքի պայմաններում, անսկզբունք դիրքավորման պայմաններում ինքը անընդհատ իր օրակարգը ավելի կոշտացնում է եւ բացարձակապես ցեղասպանության հարցը միայն չէ։ Իրենք ինչ էին ասում։ Ասում էին, որ մենք սահմանը փակել ենք 1993 թվականին, որովհետեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր կան Արցախում։ Չէ՞, այդպես էին հայտարարում։ Մեզ մոտ կային հիմարներ, հազար ներողություն այսպես արտահայտվել համար, բայց կան այդպիսի մարդիկ, ովքեր ասում էին, եթե մենք ամբողջությամբ Արցախը հանձնենք, Թուրքիան սահմանը կբացի եւ մենք կբարգավաճենք տնտեսապես։ Ուր է Արցախը ամբողջությամբ հանձնված է, միայն ազատագրված տարածքների մասին չի խոսքը։ Ամբողջությամբ հանձնված է, Թուրքիան ուր է սահմանը բացել։ Ոչ մի նշույլ չկա, ոչ մի պես նույնիսկ քայլ չկա, որը ցույց կտա, որ նրանք բացում են ենթադրենք։ Հարցը տեսեք, այլ է հիմա բացի ինչքանով է մեզ իրականում շահավ է, դա լրիվ ուրիշ հարց է, բայց ստացվեց, որ դա կեղծ օրակարգ էր, Թուրքիան մեզ խաբում էր, այսինքն առնվազն 27 տարի, 93-ից 2020 եթե վերցնենք, հա, մինչև պատերազմում էր պարտությունը, եւ 23, այսինքն դա արդեն դարձավ 30 տարի, Արցախի ամբողջական կորուստն ինչ էր, այսինքն 30 տարի Հայաստանի Հանրապետությանը Թուրքիան միշտ խաբել է, ասել է այս պատճառով է, որ մենք զորքը դուք չեք հանում, իբր զորք կա Հայաստանի Հանրապետության այնտեղ, դրա համար չենք սահմանը բացում, ես պարզվեց հիմա ոչ մի այնտեղ հայ նույնիսկ չկա, ինչ զորք։ Հայ չի ապրում Արցախում, սահմանելի փակ է։ Այսինքն սա ցայտուն օրինակ է, որ այդ հիմարությունները, որ անդադ մենք մեր մեջ ենք բան խնդիրը փնտրում, թե գիտեք մենք ենք սխալ, մենք պիտի ժեստ անենք, այդպես չի, իրենք պետք է ժեստ անեն։ Իսկ իրենք այդ ժեստ անելու ցանկություն չունեն։ Էրդողանի ամենամյա ուղերձները նայեք, ամեն տարի ցեղասպանության տարելիցի այդ զոհերի հիշատակի օրվա նախորդ օրը ինքը ուղերձով է հանդես գալիս, ոչ էլ հերքում է, որ հայերին ոչնչացրել են, նույնիսկ արդեն 600,000 թիվ է օգտագործում, բայց ասում է հայերն էին մեղավոր, լավ են կարել, արել են ոնց որ մնում է դա ասի, վերջացնի։ Ասում է, բա ինչ էիք ուզում, հայերը դավաճանում էին մեզ, անցնում էին սրա կողմը, նրա կողմը, հիմա հարց է առաջանում, այդ ինչքան լավ էիք վերաբերվել, որ ենթադրենք հայերը ձեր նկատմամբ չունեին սիմպաթիա, հա։ Կամ երկրորդը, զորակոչի տվյալները նայենք, Օսմանյան բանակ 300,000 հայ է զորակոչվել, ռուսական բանակ 250,000։ Այդ 300,000-ը տենց ատում էին այդ պետությունը դրա համար էին զորակոչվել։ Թե մտածում էին վերջապես Օսմանյան իշխանությունները մեզ մարդու տեղ դրեցին, իրավահավասար քաղաքացի ստեցին համարել։ Ինչպես վարվեցիք այդ մարդկանց նկատմամբ։ Բոլորին տարակ զինաթափեցիք, իրենց իսկ փորած խրամատներում գնդակահարեցիք, կացնահարեցիք, լցրեցիք եւ հարցը համարեցիք փակված։ Իսկ ազգային պետություն էիք ուզում ստեղծել, հայերը ձեզ խանգարում էին, ոչնչացրեցիք, պլանավորված, նախապես գծած, եւ պատերազմը բացարձակապես կապ չուներ։ Չէ՞ որ երիտթուրքական հեղաշրջումից հետո հայերի մոտ հետեւյալ պատրանքներ առաջացել, որ Օսմանյան իշխանությունները վերջապես մեզ լավ են վերաբերվում։ Էլ պետք չի դիմել մեծ պետություններին, ինչ Ռուսաստան, ինչ Ֆրանսիա, ինչ Անգլիա, ինչ Գերմանիա, շատ լավ է լինելու։ Եկեք այս հարցը փակենք։ Հետո որ 1912-ից ինչ որ կասկածներ հանդիպեցին, արդեն սկսեցին փոքր կասկածել, որ այդպես է, շատ արդեն ուշ էր։ Այսինքն հակառակը հայերը հենց վստահել են Օսմանյան իշխանություններին, տվյալ դեպքում թուրքական ասենք, որ անալոգիան շարունակ չէ, որ թուրքական հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավաժառանգորդն է։ Հենց վստահել են քաղաքական գծին, մեզ ենք համարել մեղավոր, մենք ենք ժեստեր արել, դրանից հետո ավելի վատ է միշտ։ Սա է։
Տեսեք, նաև Ալիևի անունը նշեցիք ձեր խոսքում, իդեպ Ալիևի պահանջներից մեկն է նաև Հայաստանի սահմանադրությունը փոփոխելը, եւ արդյոք այս ներկայիս կառավարման համակարգը նաև որքան էլ տեսնում ենք փորձում է որևէ նման փոփոխությունների գնալ ամեն դեպքում եւ ըստ ձեզ արդյոք սահմանադրական փոփոխության գնալով նրանք նաև փորձելու են մոտենալ ցեղասպանության չլինելուն, այսպես ասած։ Սա փաստացի երրորդ հանրապետության դեմոնտաժի գործընթաց է, որ պահին սահմանադրության մեջ եղավ այնպիսի փոփոխություն, երբ կհանվի անկախության հռչակագրի հետ այդ կապի առկայությունը, այդ պահից մենք ունենք դեմոնտաժ, երրորդ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ, որովհետև երրորդ հանրապետությունը, որ մենք կարդում ենք հռչակագիր, ինչի վրա է ստեղծվել, ինչի իման վրա։ Հռչակագրի նախաբանում ասվում է. շարունակելով Հայաստանի առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, այսինքն կապ է ստեղծում առաջին հանրապետության հետ։ Հետո էլի 1000 բան է թվարկում, մեջը նշվում է. հիմք ընդունելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի ազգային խորհրդի համատեղ որոշումը, որ պետք է վերամիավորվեն ԼՂԻՄ-ը եւ խորհրդային Հայաստանը, այսինքն ի սկզբանե առաջին հանրապետությունը միայն խորհրդային Հայաստանի վրա չի ստեղծվել, այլ ԼՂԻՄ-ն էլ հետը առաջին հանրապետության հետ կապ է ստեղծվել եւ գումարած առաջին կետով էլ գրվել է, որ հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի հանրապետության, ստացվում է, որ մենք միանգամից եւ առաջին հանրապետության եւ խորհրդային մեր հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հետ ստեղծել ենք ուղիղ կապ, հետեւաբար երրորդ հանրապետությունը չկա առանց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, հետեւաբար Արցախի հանրապետության։ Այսինքն ի սկզբանե Հայաստանի անկախության կոնցեպտի հիմքում եղել է Արցախը, առանց Արցախ արդեն դեմոնտաժը։ Հիմա դրան գումարվում է անկախության հռչակագրի նաև այն կետը, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին պետք է հետամուտ լինենք։ Եթե այս ամենը հանում ենք Հայաստանի հանրապետությունը ինչի մասին է։ Դա սոցիալական պետությունն է միայն որ սահմանադրությամբ սահմանված է, հա։ Այդ կետերի մասին չեն խոսում, չէ՞։ Իսկն Հայաստանի հանրապետությունը մնալու է ընդհանրենք սոցիալական պետություն։ Այդ դեպքում ի՞նչ տարբերություն Հայաստանի հանրապետության եւ Հունգարիայի հանրապետության կամ ասենք Ֆինլանդիայի միջև։ Ոչ մի։ Իսկն դեմոնտաժը ենթադրում է հավերժական հրաժարում Արցախից, հավերժական հրաժարում պատմական անցյալից եւ անորոշ մշուշոտ ապագա այնպիսի օրակարգով, որը որ ցանկացած պահի իրենց հարմար ձևով կթելադրվի Թուրքիայից ու Ադրբեջանից։ Եթե սա ենք մենք ուզում, ես չգիտեմ։ Եթե սա է պայմանական ասած իրական Հայաստանը, ապա դա իրական Հայաստան չի։ Դա իրական չիրողություն է, այսպես ասենք, իրական չիրողություն։ Իրական անիրական, որովհետև եթե երրորդ հանրապետությունը լուծարվում է, ով կարող է վստահ լինել, որ չորրորդ հանրապետություն է լինելու։ Շատ են, չէ, այդ թեզը ասում, ընդ որում ցավալիորեն թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտերից այդ թեզը կա, այդ հիմարությունը անդադ չորրորդ հանրապետություն, ուրախանում են ինչ։ Դա անհեթեթություն է։ Ով ասաց, որ երրորդ հանրապետության դեմոնտաժը վերելու է չորրորդ հանրապետության, իսկ կարող է ընդհանրապես դրանց անկախություն չլինի։ Սրանք շատ լուրջ հարցեր են, որոնք մտորելու տեղիք են տալիս եւ այդպես պահիտակ ոգևորության ինչ որ առարկա չեն։ Ես հիշում եմ դեռ 18-19 թվականներից նման խոսակցություններ կային։ Չորրորդ հանրապետություն, 5-րդը Ֆրանսիայից ուզում եք հետ չմնալ։ Դա լրիվ ուրիշ պատմություն է, ձեր լրիվ ուրիշ է։ Պետք չի կապել ֆրանսիական այդ իրողությունները տարածել Հայաստանի վրա։ Դրա համար պետք է շատ զգույշ լինել նման պնդումներից եւ իհարկե սահմանադրության փոփոխությունը բացարձակապես տվյալ պարագայում այն կետերի փոփոխությունը, որոնց մասին խոսք է գնում, դա մեծագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Իսկ Արույն Ամրյանի պատմությունն ինչ է ցույց տալիս Հայաստանը իր ուշադրությունը հատկապես որ ուղղությամբ պետք է փորձի ձևեռել, քանի որ մոտենում է, ինչպես գիտենք, նաև հաղթանակի կարծես թե 80-րդ, 80-ամյակը եւ մեր հայրենական մեծ պատերազմը։ Այո, եւ մեր թույլ տված սխալները, չգիտեմ, մեր թույլ տված բացթողումները, հա, այս հանգամանքները հաշվի առնելով ինչ ընդհանուր թեզի կարող ենք գալ եւ ինչ թեզ կարելի առաջ քաշել, որը կլինի հայանպաստ դեռ չափես առավել։
Դե մի քիչ դժվար է կապել հայրենական մեծ պատերազմը այս իրողությունների հետ։ Միակ բանը երևի կապող, օրինակ, չգիտեմ, իշխանությունները ինչ դիրքորոշում կունենան, շքերթին իրենք մասնակցում են, չեն մասնակցում, Ռուսաստանում տեղի ունենալիք։ Սա էլ ինչ որ անհասկանալի բան է դարձել։ Մեկ շատ մեծ ջանասիրությամբ ռուսական ինչ-որ բաների են մասնակցում, մեկ չէ, եւ մարդ իրականում չի հասկանում նրանց արտաքին քաղաքականությունը ինչ վեկտոր ունի։ Մի կողմից միջին երկրների դեպքում եւ փոքր երկրների, այսինքն Հայաստանը ես փոքր երկիր չեմ համարում, փոքր երկիր թող Լյուքսեմբուրգն ու Մոնակոն իրենց համարեն, էլի։ Մենք ենք մեզ ներշնչել փոքր երկիր, բա իրանք ինչ ասեն։ Մոնակոն ու, չգիտեմ, Լիխտենշտեյնը։ Հիմա մեր նման երկրներ մի դեպքում իհարկե ճկուն այդպես արտաքին քաղաքականություն պիտի վարեն, բայց դա չի նշանակում, որ պիտի հավերժ անորոշությունների դաշտ լինի։ Իսկ իրականում մենք առաջին հերթին ներսում ինքներս հետ ազնիվ չենք, այսինքն հələ թողնենք դրսի խաղացողների հետ աշխատանքը։ Ներսում չկա որոշակիություն, օրինակ նույն իշխանությունների առաջարկած օրակարգերը իրենք միտված չեն համազգային ինչ-որ բան ստել։ Լավ, հələ թողնենք ամբողջ ազգը։ Հանրապետության ներսում ներդաշնակ միջավայր ունենալու ուղղված չեն։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ նույն իրական, չիրական, անիրական, եսի ինչ նման բաները այդ հայտարարվող, հա, Հայաստան, ինքը առնվազն նույնիսկ կեսի շրջանում բնակչության հարցումները հստակ ցույց են տալիս, չունի ընկալման համապատասխան դաշտ, այսինքն մարդիկ դա չեն ընկալում, չեն ընդունում։ Անկամ այն մարդիկ, ովքեր որ սատարում են օրվա քաղաքական կուրսը, ենթադրենք ելնելով օրինակ, ինչ որ X նախորդ իշխանության նկատմամբ պատելությունից կան այդպիսի մարդիկ, ասենք, հա։ Նույնիսկ այդ մարդկանց հետ որ խորանում ես, բացատրում ես իրական, չիրական, չգիտեմ, ցեղասպանությունից հրաժարվում, ասում են ոնց կարող ենք ցեղասպանությունից հրաժարվել։ Դրա համար շատ հարցը հստակ բան ունի, որ նախ եւ առաջ ներսում օրակարգի հստակեցման անհրաժեշտություն կա, ինչը օրինակ ցավոք նույնիսկ շատ դեպքերում լիարժեք այսպես ձևակերպած ընդդիմադիր որոշ դաշտերից էլ մենք չենք տեսնում։ Այսինքն հարցը նախ եւ առաջ ազգային օրակարգի հստակեցմանն է վերաբերում։ Այսինքն մենք ինչպիսի ապագա ենք ուզում, լոզունգի տեսքով ապագա կա, չգիտեմ, ինչ կա եւ այլն, թե ինչ որ որոշակիությամբ, որտեղ հստակ կլինի ոչ միայն թե մենք ինչ ազգային պետություն ենք ուզում տեսնել, ինչ սահմաններով, ինչ վիճակում, ինչ արտաքին գործընկերներով, ներքին ինչպիսի հասարակական միտումներով, իսկը մենք ի վերջո պետք է որպես հասարակություն հասկանանք, չէ, մենք ինչ պետք է դեմք ունենանք, որ օրինակ տարբերվենք պայմանական Չեխիայից ու ասենք Խորվաթիայից։ Եվ այս ամենը հստակ ձևակերպված չեն։ Երբ որ նման ձևակերպումներ կլինի, ասենք, չգիտեմ, X քաղաքական ուժի կամ ուժերի մոտ, գուցե այդ ժամանակ նոր հնարավոր կլինի հստակ խոսել ոչ մշուշոտ, ավելի հստակ ապագայի մասին, որտեղ Հայաստանը կունենա իր արժանի դերը տարածաշրջանում։ Եվ վերջին հարցս, եթե թույլ կտաք, իսկ այս պարագայում մի փոքր անդրադառնանք նաև հայ-ռուսական հարաբերություններին, կխնդրեմ, որպեսզի մեկնաբանեք, թե ըստ հայ-ռուսական հարաբերությունները արտաքին վեկտորի շրջանակում ինչպիսի դիրքորոշում մենք պետք է ունենանք։ Ես կարծում եմ, որ առհասարակ ցանկացած արտաքին խաղացողի հետ, հատկապես այն պետությունների, որոնք տարածաշրջանում ունեն որոշակի կշիռ եւ որոնց հետ կարելի է ինչ-որ ընդհանուր օրակարգեր գտնել, նրանց այդ աշխատանքը պետք է լինի ուղիղ, շիտակ, շատ հստակ։ Այսինքն օրինակ նույն Ռուսաստանի, նույն Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետք է շատ հստակ լինեն բոլոր բանակցությունները, պայմանավորվածությունները, ոչ թե փոխադարձ ինչ որ նեղանալով, ինչ որ փոխադարձ մեղադրանքներով եւ այլն, այլ ավելի կայուն, ընդ որում շատ հաճախ առանց եթերային ինչ որ հայտարարությունների կուլիսում թեկուզ կուլիսային միջավայրում հարց լուծելով, քան ուղակի կանգնել ինչ որ ցույց տալ փոխադարձ նեղացածություն։ Սա իհարկե շատ կարևոր է, մանավանդ հաշվի առնելով, որ տարածաշրջանում մեր 3 պետություններից բացի, այսինքն միջին չափի Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանը եւ Վրաստանը, եթե նայում ենք տարածաշրջանային ավելի խոշոր խաղացողներ, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, ակնհայտ է, որ բալանսի տեսանկյունից մեզ համար շահեկան է, որ
ռուս-իրանական որոշակի փոխադարձ ընկալելի գիծ լինի եւ մենք էլ կարողանանք այդ գծին մոտ մանևրել։ Եվ սա չի նշանակում, որ ինչ ասեն, ասենք պիտի պես անել եւ այլն, քավլիցի, բայց խոսքը նրա մասին է, որ ակնհայտ է, որ մենք թուրքական օրակարգ չպիտի սպասարկենք, այլ պիտի նախ մեր օրակարգը ձևակերպենք եւ երկրորդ այդ օրակարգում հստակ սահմանենք ինչ աշխատանք ենք այդ երկու խաղացողների հետ անում եւ ընդ որում չպետք է նաեւ հաճկաթող անել նաեւ հատկապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունները որպես համաշխարհային մակարդակով խաղացող պետություն եւ նրանց այդ երկխոսության պահպանումն էլ կարեւոր է նաեւ Թուրքիայի հետ այդ մենք ինչքան էլ մեզ մոլորության մեջ գցենք թե մենք Թուրքիայի հետ կարող ենք ուղիղ ինչ որ բան պայմանավորվածության հասնել նախ նրանց ամերիկյան կողմը երբեք չի թույլ տա առանձին նրանք պայմանավորվածության գան մեր մասով էլ բնականաբար այդ պարագայում Ռուսաստանի հետ որոշակի երկխոսություն պիտի լինի մենք ինչքան էլ ասում եմ մեզ համոզենք թե դա հնարավոր է այդ պետությունները առնվազն հարցին այդպես չեն նայում դրա համար պետք է բոլոր այդ խաղացողների հետ պահպանել նորմալ հարաբերություններ նույն Ռուսաստանի հետ շարունակել խորացնել այն հարաբերությունները որ կան գոնե փաստաթղթերի վրա գրված եւ նույն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավելի սերտացնել եւ իհարկե նաեւ Արևմուտքում հատկապես ԱՄՆ-ի հետ աշխատանքներ շարունակվեն եւ սա չի նշանակում, ասենք որ վեկտորների փոփոխություն կամ այս կամ այն ուժին սպասարկող դառնալ։ Եվ այդ դեպքում նախ այդ խաղացողները մեզ ավելի կվստահեն եւ ավելի կհարգեն եւ մենք ավելի կկարողանանք մեր քայլերը հստակ կատարել ավելի մեծ վստահությամբ, իսկ այս ամենի համար թիվ 1 կարևոր հանգամանքն այն է, որ բոլոր այդ խաղացողները վստահեն այն մարդկանց, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունն են ներկայացնում, ինչը ցավոք այսօրվա իրականության պայմաններում մենք չունենք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ ձեզ անչափ, պարոն Մալխասյան, հետաքրքիր վերլուծությունների համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր իմ զրուցակիցն էր պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Միքայել Մալխասյանը։ Ցտեսություն։